Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կանխատեսմամբ եկող տարվա ընթացքում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները կբերեն սոցիալական բեռի թեթևացման։ 1.1 միլիարդից ավելի միջոց լրացիչ հատկացված է կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստին, այսինքն այն ինչ որ ավելացվել է բնականաբար դրան համապատասխան միջոցներ են ավելացվել 17 թվականի բյուջեում։ Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն բոլոր միջոցառումներն ու ուղղությունները, որ ներկայացված են, պիտի նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն։ Թե որքանով կկրճատվի աղքատությունը երկրում նոր կառավարության ծրագրի իրականացման արդյունքում Արտեմ Ասատրյանը դժվարացավ պատասխանել։ Այդպիսի գնահատական տալ բնականաբար տեղին չի լինի եւ կլինի ոչ մասնագիտական։ Ես նկատի ունեմ այն ուղղությունները, որ մասնավորապես էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների տարբերակված մոտեցման հետ կապված սոցիալապես անապահով ընտանիքների մասով։ Նկատի ունեմ նաեւ այն ուղղությունները նույն սակագների հետ կապված, որ վերցված է մասնավորապես ջերմոցային տնտեսությունների եւ գյուղմթերքի վերանմշակում, որը ինքը եթե ամբողջ շղթան ենք դիտարկում, բացառապես ուղղված է սոցիալական խնդիրների լուծման ըստ էության։ Սոցիալ նախարարը հայտնեց, եկող տարվա բյուջեի նախագծով 30 միլիարդ դրամի լրացուցիչ միջոց չի գտնվել։ Դա է պատճառը, որ եկող տարի կենսաթոշակների բարձրացում ևս չի լինի։ Այսինքն մենք լրացուցիչ միջոցներ 2017 թվականի բյուջեի շրջանակներում չենք ունեցել եկամուտների առումով, հետևաբար սա արտահայտվել է նաև ծախսային քաղաքականության վրա։ Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ եկող տարի մինչև 24 տարեկան գործազուրկ մայրերի համար կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ։ Նախատեսվում է իրականացնել նաև սոցիալական բնակարանների ծրագիր։ Իհարկե այս բոլոր ուղղություններով մենք չունենք դեռևս պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսված նախագծում, բայց այն միջոցները, որոնք հատկացված են սոցիալական պաշտպանության ոլորտին եւ որի ներքո իրականացվել են 2017 թվականի ծրագրերի հաստատման դեպքում մենք միջոցների շրջանակներում սկսելու ենք իրականացնել այս ծրագրերից։ Սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ֆինանսավորումը կկազմի հաջորդ տարվա բյուջեի 30%-ից ավելին՝ 409 միլիարդ դրամ։ Նաիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։